Գործ ինչ։ Դու քեզնից ասա։ Մոտ էլի, գործ, ուրիշ բան չկա։ Խոսել ես մեր գժի հետ։ Լեոյի։ Չէ, ինչ է։ Կատաղեց, գորգորած, դուրս եկա, ասեց գնում եմ հանգստանում։ Բայց ինչ է, որ կատաղել եմ։ Գնացել էի բովային մի քիչ նախատելու, իմացավ թե չէ, կատաղած շուն դարձավ։ Բայց ասեմ քեզ իմանաս, ճիշտ արար, որ կատաղել եմ։ Դու էլ հետ մի մնա ախպորից հետ, դու էլ գորգորա, մեղադրի ինձ։ Չէ, պապ ջան, դե պետք չէր ուղղակի գնալ տենց բան անել։ Հաստատ պետք չէր։ Այ բաբի։ Հա, դավ։ Ինչ կա, ուր ես։ Դուրս եմ եկել տնից։ Հա, իմացա, որ դուրս ես եկել, պապին ասեց։ Բա ուր ես, ինչ կա։ Լեայի հետ եմ։ Լեայի հետ ես։ Այսինքն։ Ինչ գործ են ունենում սիրահար զույգերը իրար հետ դավը։ Հա, Բայց չկա, կզանգեմ, լավ։ Լավ։ Եվ շուտ կգաս։ Դեռ չգիտեմ, կզանգեմ։ Լավ, ախպերս, եղավ։ Ոնց լսեցիր, Լեայի հետ ատական։ Ու երբ կգա, ոչ մեկ չգիտի։ Բա։ Շնորհակալ եմ, որ եկար կողքիս եղար։ Ես քո կողքը ելնելու համար չեմ եկել։ Եկել եմ տնեմ աղեյության հետ ամեն ինչ նորմալ է։ Այսինքն իմ երեխան սկսել է քեզ հետաքրքրել։ Ինչ իմ երեխան։ Իմ երեխան է ինձ հետաքրքրում։ Իսկ ինչ չէիր ասում, որ քայլում ես արդեն։ Բայց դու ով ես, որ քեզ ասեմ։ Կամ մենք իրար համար ով ենք ընդհանրապես։ Գրիշ դեռևս ես դիմանում եմ, բայց կարող եմ մի օր պորտ գալ։ Շատ վատ ես ինձ հետ վարվում։ Այս ամեն ինչը շատ վատ ավարտ կունենա։ Նույնիսկ կարող ես երեխայի երեսը չտեսնել։ Լավ է, հաշմեք չլսանք ես ասածդ։ Թե չէ ինչ, Գրիշ։ Այդ մի բանն եմ իմացի մաշ։ Բայց ամենայն դեպս լավ որ ունեցանք, ոնց որ նորաստեղծ ընտանիք լինեինք։ Լեա! Ես գիտեի տաննա։ Տաղջիկը դες վերջերս ինչ-որ շատ խառն է։ Լավ, Ֆունամ, շատ մի ինքիր հետևից, հատկապես, որ հիմա վերջապես ձեր հարաբերությունները լավացել են։ Շատ լավ են լավացել, գիտես, հատկապես վերջին բոյից հետո։ Քեզ շատ կոպիտ ես պահել Լեայի հետ։ Պատճառ ունեի։ Կարող է դրանք իրենց հարաբերությունները վերականգնել են։ Ես բան չգիտեմ։ Հեսա կիմանանք որ աղջիկդ, եթե իհարկե պատասխանի։ Լեո վախենում եմ, վերցնեմ ինչ ասում։ Ես չեմ վախենում, դուր ինձ։ Չէ էլի, մեզ պատերազմներ պետք չի։ Եթե հանկարծ պապան քո ձայնը լսեց, վերջներս կտա։ Ես հորիցդ չեմ վախենում, Լեա։ Կյանքս պայծառի մեր օրը չփչացնելու համար չվերցնեմ էլի։ Մեկը մի քանի ժամից տուն ենք գալու։ Տուն ենք գալու, չէ՞։ Դե հա, դուրսում հաստատ չենք մնա։ Բայց շուտ չէ՞ վերադառնալու։ Դե ոնց ուզես։ Լսի մի ժպտա, տենց լարվում եմ։ Տեսնես կկարողանամ ներել քեզ, Գրիշ։
տականք։ Սրիկա, խափեբա, ինձ էլ հավատացնում է, որ սխալ մունք ա եղել։ Որ ներեմ, ինքն էլ այդ ընթացքում գնում այդ փչացածի ձեռնա բռնում, կանգնում երեխու սրտի բաբախ, ա լսում։ Լեո, ես ինչ սիրուն ա։ Հավանեցիք, հա։ Խոսքեր չունեմ, ինչ հավանեցիր։ Այսինքն արժեր գալ հասնել ստեղ։ Չի քննարկվում։ Իհարկե արժեր։ Դե հա, նույնիսկ արժեր մերոնց զանգերին չպատասխանել, չէ՞։ Այդ առաջին անգամ ինձ նենց անպատասխանատու եմ զգում։ Այսինքն երջանիկ լինելը հիմա տենց է կոչվում։ Ուզում եմ ուղղակի վայելեմ իմ այս կարճիած չանկությունը։ Ոչ ոքի մասին չմտածեմ։ Ու այդ ապուշ վախերից ազատվեմ։ Բայց ես տենց էլ չհասկացա, թե դու տենց ումից ես վախենում։ Բայց գոնե երբ որ իմ կողքին ես, արի վախերից ազատվի կլինի։ Բայց արի ներսել նայենք, հա։ Ահա, գնանք, բայց դու այդքան մի վռազի, որովհետև ստեղ ենք մնալու։ Ոնց ստեղ ենք մնալու։ Դե հա, դու իմ հետ ստեղ ես մնալու։ Մենք եկել ենք ստեղ, հետ չգնալու նպատակով։ Որովհետև ինչ հաճելի է երեխու սրտի ձենը լսելը։ Լուրջ եմ ասում, սրանից կայֆ բան չկա այս աշխարհում, ինձ թվում է։ Ինչ ես զանգել։ Որ իմանամ ինչ ես անում։ Չես հավատա, բայց քեզ էի նայում։ Կարոտը խեղդում, ա՞ կյանք։ Ասեմ, որ պապայի դերում շատ լավ ես նայվում։ Չնայած ինչի մենակ պապայի նայվ հոգատար ամուսնու։ Իսկ կարող եք հունը գլխի տա արևս ինչեր ես խոսում։ Ես լավ էլ հասկանում եմ ինչ եմ խոսում։ Մենակ իմ վրա եմ զարմանում, ոնց կարելի է քեզ հավատալ, վստահել։ Ատում եմ քեզ, զզվում եմ քեզնից գրիշ մակունց։ Դժվար կյանք ինչ ա եղել, ասա հասկանամ ինչ ես խոսում։ Ես տեսել եմ այդ փչացած մաշի սթորիները, որտեղ միասին վայելում եք երեխուց սրտի բաբախը։ Վայ հորս։ Կյանք հələ սպասի ես բանից տեղյակ չեմ, արագ խոսում ես, սպասի ասեմ մեր։ Գնա գրողի ծոցը, ինձ էլ չհիշես ու չանհանգստացնես։ Վայ արա։ Ես քուա։ Ասի հիվանդա, լրիվ հիվանդա ես լուրջ եմ ասում։ Ալո։ Արա դու լրիվ կյանքիցդ ձեռս քաշես, չեմ ջոգում։ Ինչ եղել գրիշ։ Արա այդ ինչ ինքնա գլուխ սթորիներ ես անում, այդ ի՞նչ է նշանակում, արա։ Հա բայց ինչ կա դրա մեջ, որ տենց բարկացել ես։ Արա ինչ պետք է լինի, յանի դու մտածված չես էդի արել։ Ծրագիրդ բարեհաջող իրականացավ, հենց հիմա մտի ջնջի այդ անտերը, թե չգամ վիզատ կկադրեմ նայի։ Շուտ արալ է։ Ես հանձնվել չեմ սիրում։ Չեմ կարում։ Հատկապես երբ խոսքը գնում է սիրո մասին։ Հիմա ինչ ես ինձ դա ասում։ Որովհետև ոնց հասկանում եմ ես պարտվեցի։ Իսկ տղեդ հաղթեց։ Հասավ իր ուզածին։ Շատ անհասկանալի ես խոսում։ Իմ այսքան պայքարելուց հետո տղեդ գտավ մեզ բաժանելու ձևը։
Քեզ առավ որ տանի ինձանից, որ տանի Հայաստանից։ Իսկ ինձ ինչ անել։ Համակերպվել ու քեզ բարի ճանապարհ մաղթել։ Տարօրինակը գիտես, քանի կար իմ համար կռիվ էիր տալիս, իսկ հիմա շտապում ես բարի ճանապարհ մաղթել։ Ինչ անեմ, հա։ Իսկ ինչ անեմ, Օլինկա, եթե ես չեմ քո ընտրությունը։ Ես ընտրություն չեմ արել։ Բայց դու գնում ես, չէ՞։ Դու գնում ես ինձանից, Հայաստանից։ Որովհետև տղես է այդպես ուզում։ Առաջին անգամ տղես ուզում է, իսկ ես իր ցանկությամբ եմ շարժվում։ Հասկանում եմ։ Որովհետև ես գնահատում եմ ընտանիքը, սրբությունը։ Ես էլ ինձ իրավունք չեմ վերապահում ցանկություններ առաջ դնեմ։ Խոչընդոտներ առաջացնեմ ձեր կյանքում, ձեր ընտանիքում։ Որովհետև ես տեսել եմ, թե ինչ է կատարում, երբ քո առաջ ընտրություն ենք դնում։ Դու ինչ վիճակի ես հասնում, իսկ քո ապրումները, զգացողությունը ինձ համար շատ կարևոր է։ Ես կլռեմ, կհամակերպվեմ։ Բայց խնդրում եմ, շատ եմ խնդրում իմ լռությունը հարգես։ Հարգես ու երբեք չասես, որ ես քեզ չեմ սիրում, որովհետև սիրում եմ, սիրել եմ շատ։ Ես չնայած այստեղի լարվածությանը, ամեն դեպքում կուզեի, որ մնայի այստեղ։ Բայց քանի որ Վովաս որոշել է, որ պետք է գնանք, ես իրան մենակ հաստատ չեմ թողնել։ Այ Օլգա ջան, այդ ցավը տանը, հազիվ մի լավ բան եք որոշել, ինչ ես ոտդ կաղկցում, գնացեք էլի։ Ախր դու գիտես ինչն ես, ավո խելքը հանես արել ես կնոջը։ Իմ զգայարանները ինձ չեն խաբում։ Ինձ թվում է դրանք էլ իրենց հարաբերությունները վերականգնել են։ Հրատապ ենթադրություններ մի արա։ Հələ մի հատ աչքերից նայի։ Նայի ու ասա, որ դու նույն կերպ չես մտածում, ոնց որ ես։ Իհարկե առաջինը այդ եմ մտածում, բայց կարող է այդպես չի։ Հիշել եմ ազանգ այդ նախքին կնոջդ տես աղբերը տաննա, թե չէ։ Նախքին կնգաս մոտ բլոկ եմ։ Ինչի համար։ Էլեն մաշի պահերով էլի մամ ջան։ Վերջնական բաժակը լցվել է մեր մանանի։ Այս ինչ խառը եռանկյունում մեջ ես դու այ Գրիշո ջան։ Բայց տեսես ամեն ինչի արդյունքում երեխեն չտուժի։ Մեզ մեր թորը պետք է։ Ինչ ես դες նայում, ասում եմ մեզ մեր երեխեն է պետք, ոչ թե մերը, էս ֆիքսի։ Բայց այդ մասին հետո կխոսենք։ Հիմա ինձ ավելի շատ Լեան է հուզում։ Չգնամ մի պատմության մեջ եմ գնի տամ դե մի քանի օգու սպանեմ։ Ինձ սիրուն են ամեն ինչ պատրաստել մեր համար։ Ես հիմա ինչ է կոչվում, քաղաքակիրթ Արևանգում։ Ոնց ուզում ես անվանի Լեա։ Կարևորը իմ համար, որ ես ու դու միասին լինենք։ Լեա։ Ջան։ Ասա որ կատակ ես անում, որտեղ չենք մնալու։ Մի քիչ առաջ ասում էիր, որ ստեղ շատ սիրուն է։ Հա շատ սիրուն է, բայց չկա։ Մի քիչ առաջ նաև ասում էիր, որ ուզում ես երջանիկ լինես առանց մտածելու, ճիշտ է։ Դե հա, ասել եմ։ Բայց Լեա, բայցերը շատ են արդեն։ Իսկ այդ խանգարում է երջանիկ լինելուն։ Լեո, մի ծաղրի։ Առանց այդ էլ խոճապի մեջ եմ։ Ծաղրում եմ, որովհետև մենակ խոսում ես երջանկության մասին։ Իսկ գործողություններ ընդհանրապես չես անում, ոնց որ չուզենաս վայելես այս պահը Լեա։ Սրտիդ լսի։ Որովհետև միտքն ու սիրտը մեկ-մեկ իրար հակասում են։ Գիտեմ։ Բայց մի բան եմ ուզում հարցնեմ։ Սիրում ես ինձ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, չես էլ պատկերացնի ինչքան։ Այդ սերը օգնեց, որ քեզ ներեմ։ Խնդրում եմ այդ նույն սխալը թույլ չտաս։
Ալո։ Տունն է ախպերդ։ Էս արդեն անցար ուրիշ համարներով զանգելուն։ Լմդ հարցից պատասխանեի Լեոն տանն է։ Կարող է գիտես քո համար տեղեկատու եմ։ Ալո միջոց երկար ասում լեզ Վիտալի ասում եմ ուր է ախպերդ տունն է։ Քեզ ինչ։ Մանան։ Մի գոռա։ Հա տաննա, քնածա։ Հաջողություն։ Ավելին ասեմ, այս համարն էլ բլոկվեց։ Քարա։ Ախոց գլխին ու ինչի խաղացել։ Պետք է տեղը հանի, չէ։ Գրիշն էր զանգել օտար համարից։ Ինչ էր ուզում։ Հարցնում էր Լեոն տանն է, թե չէ։ Ինչ ասիր։ Նասի տանը քնածա, խաբեցի։ Դավիթ մի բան արա, գտի Լեոին։ Սա ընտանիքով գալու են ստուգելու։ Զանգի մի հատ։ Չի պատասխանում, պապի։ Խոսած իմ անան հետ ասում է Լեոն տունը քնած է։ Լավ, բա ում հետ է այդ աղջիկը։ Ուր է այս ժամին։ Չգիտեմ։ Կարող է Նարեի հետ է։ Հա, Նարեի հետ է ու իմ զանգերին չի պատասխանում։ Տղա ջան, այդ նախքինդ էլ հեքիաթներ է պատմել, դու էլ հավատացել ես։ Հա, որ բաբ ջան, ես չեմ մտածում։ Հա, տենց եմ մտածում։ Ես մի քիչ եմ սպասում։ Եթե դրանից հետո դուրս է կտանից մի քանի հոգու համար շատ վատ է լինելու։ Հենց որ հենց հիմա արագ գտեք Լեային, թե չէ ամբողջ կյանքում կմռմռա։ Ջան, ախպերը ջան, ոնց Արտյոմ ախպերս, հələ տես է, լողացել, մաքրվել, տեսքի աբերել, իրան ծառի հովին նստել։ Ինչ կավո։ Ինչ եղել է քո հետ ա եղել, ցավը տանը։ Ես կարեկից տղա եմ, ես որ տենում եմ մեկը կարիքի մեջա չեմ կարողանում չօգնեմ, տեսակի հարց է էլի, հեսա դու տես ախպերդ քեզ ոնց է թագավորի պես պահելու, այն որ ասում են է, իմ թշնամու թշնամին, իմ թշնամուն չի։ Հիմա եկել ես, որ շնորհակալություն հայտնեմ քեզ։ Բա եղավ։ Հա ախպեր, բա եղավ։ Բա ես տենց էժան տղա եմ Արտյոմ ջան։ Այս ծանր պայմաններում ես պետքա սպասեմ, որ դու ինձ շնորհակալություն հայտնես, չէ, մեռնեմ կյանքին։ Դու մի հատ դզվի, ուշքի արի, ոտքի կանգնի, հետո ոնց սիրտդ ուզի տենց էլ կանես։ Ինչ տեղեկություն ես հունանից։ Հունանով ա, որ ես նրանից տեղեկություն ունենամ, այ ախպեր։ Էն իմը հաստատ գլուխը կորցրած, կապտա կանաչա դեղին աչքերը բնի մեջ ֆրցնելով քեզ աման գալիս։ Ինքը տեղյակ չի իրան ինչա սպասվում։ Ջան, ցավը տանը, ոնց է դուրս գալի, որ դու տենց ես ասում, իրարով, լսում ես ախպեր ջան, ուսուսի տված, իրար օգնելով, հասկանալով, սկսում ենք Հունանին երկրի երեսից ջնջելու վեր օպերացիան։ Բայց ես տենց էլ չջոգի դու ինչ կերպար ես։ Հանճարեղ, առանձնահատուկ Արտյոմ ջան, դասական, ցավը տանը, լավ, դու հիմա քեզ պինդ պահի, լավ պահի, ես գնամ մի քիչ էլ ուրիշից արուն խմեմ, դզվիկ խոսանք ախպերի ջան։ Արտյոմ, ինչ որ ես հասա, որ ես չկայացած նա վերջի հույսդ։ Մի հատ զանգի Նարեին, թող Լեայից իմանա որտեղ են։
Նարեին չեմ զանգելու պապի։ Ինչ համար երեխա դուս եկար։ Համար հիմարը ես եմ, թե են թորդ։ Երկուսն էլ նույնն եք։ Վայ, ես կզանգեմ։ Շուտ արա։ Haman։ Նար հոչ հարթնացրի։ Չէ, ասա, ինչ կա։ Նար խնդրում եմ, էլի մի հատ զանգի Լեային, տես ուր են գնացել Լեոյի հետ, ընկած իրանց ենք ման գալիս։ Չասես փախել են իրար հետ։ Դե փաստացի փախել են։ Ոյ մամա ջան, էլի ընկանք պատերազմների մեջ։ Ինչ եք խոսում այդքան։ Պապին ջղայնանում աշուտ զանգի էլի։ Լավ, հեսա զանգեմ։ Որ զանգեիր Նարեին, պագոններդ կփոքվեին, չէ՞։ Պապի լավ էլի։ Ապրեք, ինչ ասեմ, ասեք լավ էլի, պապի ու առաջանցեք։ Լավ էլի, պապի։ Ես ծեր եմ։ Անկեղծ մենակ քո կողքին եմ հանգստանում։ Ես էլ քո։ Բայց այս պատերից դուրս ամեն ինչ մեր դեմ է, Լեո։ Ես անգամ չգիտեմ 5 րոպե հետո մեր հետ ինչ է լինելու։ Լավ, բայց հիմա ինչ ես դրա մասին մտածում, Լեա։ Իսկ ոնց չմտածեմ։ Շատ հեշտ։ Ուղղակի մտածի իմ ու քո մասին։ Այս պահի մասին մտածի։ Այդ հեքիաթ է, Լեո։ Այդ իմ ու քո իրականությունն է, Լեա։ Ու մենք պետք է դրանով առաջնորդվենք։ Ես ու դու որոշում ենք կայացրել։ Ամեն գնով պետք է հավատարիմ մնանք այդ որոշմանը։ Ապրած շատ ճիշտ ես։ Ամեն գնով։ Ես քեզ շատ եմ վստահում, գիտես չէ՞։ Ոնց չէ, գիտեմ։ Լեո։ Լավ, վերջ։ Արի ուղղակի վայելենք այս պահը ու մեզ։ Ինձ թվում է պետք չէ անհանգստանալ։ Լուրջ բան չկա, հաստատ Նարայի հետ է։ Ինա, եթե ես ինչ-որ մի բան կասկածում եմ, այդ անպայման ճիշտ է դուրս գալիս։ Դու լավ կանես հիմա նորից զանգես Նարային։ Հա, տիկինինա։ Նարե ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ներիր, որ ես ուշ ժամի զանգում եմ։ Դուք ինձ կներեք նոր տեսա, որ ձեր կողմից բաց թողնված զանգեր ունեմ։ Կարող է Լեան հետ է դա։ Ալո։ Հա, տիկինինա, մեր տանն այսօր ստեղ ամենալու չէր ասել։ Չէ, հեռախոսը կտաս իրեն։ Քնած է։ Ոչինչ արթնացրու։ Տիկինինա իրան լավ չէր զգում, ասաց մի քիչ պարկեմ հանգստանամ։ Նարե ջան, արթնացրու։ Տիկինինա կներեք էլ ինձ երկրորդ գիծ զանգա գալիս, հեսա ձեզ հետ կզանգեմ։ Հաստատ Լեոյի հետ։ Ու նա խնդրում եմ սպասի։ Խնդրում եմ ոչ մի ավելորդ բան մի արա։ Հիմա իմ ոչինչ չանելը ավելորդ կլինի։ Հունան, խնդրում եմ, կարող ընդհանրապես զբոսնում են, հեսա կգա։ Լեա։ Չզանգես Նարեն։
Ոնց ես չեմ կարող Լեոյի հետ կապի դուրս գամ, տենց էլ ինքը չի կարողանալու Լեային զանգի։ Ես կգժվեմ։ Էդի որ եք ավտուն, պապի գցել եմ քացուստակ ու հանգար չպաշտպանես նրան։ Ադավ։ Ադավա որն արա, ուր ես այ աննասուն։ Նախ անասունը դու ես։ Ու երկրորդ Լեայի հետ եմ չեմ գալու։ Հանգիստ պարկեք քնեք։ Շուտ տունանցի տղա։ Պապի կներես չեմ կարա, հետո կխոսանք։ Լեո տեղը տաս, արա։ Հա, խնդրեմ, պապի ջան։ Այս թորդ անիմաստ, ապուշ լակոտա, ինչ ասեմ, անինքնացել լակոտա։ Զանգի հեռախոսը տուր ինձ։ Պապ ջան, առ։ Դու էլ ինչ ուզում ես արա իր հետ խոսես ավերջում։ Հետո։ Հայրդ կատաղած դուրս եկավ տնից։ Ուր։ Չգիտեմ, ենթադրում եմ Լեոյից տուն։ Գրիշո, սպասի։ Ուշադիր լսում ես ինձ ինչ եմ ասում։ Պապ ջան, հանգիստ տեղի գնում եմ, ընդամենը կանխեմ, ընդ ոչ մեկի չտաս բանի։ Խնդրում եմ կռիվ չանես, չմիանաս արունահեղությանը։ Հանգիստ տեղի, մամ ջան։ Լեա, ուր ես։ Լեոյի հետ եմ, մամ։ Հիմար ես դու, հենց հիմա տուն արի։ Չեմ գալու, մամ։ Ես իմ ընտրությունն ու որոշումն եմ։ Դուք ստիպված կլինեք հաշվի նստել։ Ասում եմ չեմ գալիս տուն։ Էս իմ ընտրությունն է, իմ որոշումն է, ստիպված եք հաշվի նստել։ Խնդրեմ արա։ Աղջիկը դրթում է զորով, որ սպանությունը լինի արա։ Զորով սարքում է։ Գրիշո, ինչ ենք անել։ Հələ սպասի եթե պապայի մոտ կերևա էլի։ Այդ աղջիկը լրիվ հիմար արա։ Խնդրում եմ ամեն ինչ արա, որ հորդ տուն բերես։ Դե հայ ես ամեն ինչ կանեմ, բայց ինձնից լավ գիտես, որ հարցը Լեային է վերաբերվում հանկարավարելի է դառնում։ Այսքան ժամանակ մեր բախտը բերել է, որ Լեոյից ընտանիքից ոչ ոքի չի սպանել, բայց հիմա բախտներս, ճակատագրերս մազից է կախված։ Չթողնես ավելորդ քայլ անի, խնդրում եմ։ Փորձեմ։ Դավճան, խնդրում եմ։ Մի բան արա, զանգի, գնա գտի այդ երեխուն տուն բեր։ Պապ բայց ախր ես ինչ կարամ անեմ։ Ոչ գիտեմ որտեղ եմ, ոչ գիտեմ ինչ են անում։ Ինչ անեմ։ Ախր վախում եմ, հունանը վնաս երեխո։ Բա ես էլ եմ վախում։ Լավ չեմ հասկանում։ Ես վախում եմ, դու վախում ես, ինքը վախում է, բայց դեբիլը չի հասկանում, որ այն կրակն է գցում։ Չնայած մի դեբիլը լես է։ Քիչ է տենց բաներ արել։ Ես կզարմանայի, որ վերջում սլակները իմ կողմ չթեքեի։ Դե որովհետև էլի եմ ասում, քիչ ես տենց բաներ արել։ Դրա համար լեզուդ կծած նստել ես։ Լավ, հա, հավես չունեմ, քո ասածն է։ Հա, իմ ասածն է։ Որ մի անգամ գոնե իմ ասածով անեիք, կարող է այսօրվան չհասնեիք, կարող է գլուխներդ ինչ որ բան մտներ։ Լավ վերջ, կռվելու ժամանակը չի։ Ժամանակն է, լավ է, ժամանակն է։ Կգա մի օր, որ դուք հասկանաք, թե ով են դրան, ինչ ընտանիք են, որ պետք է հեռու մնալ դրանցից։ Ինչքան կարամ ես ձեզ օգնեմ, փրկեմ, գելու գազանի բերանից հետ բերեմ։ Հա մի օր էլ ես չեմ հասցնի, չեմ մարդ եմ, ամենակարողը չեմ։ Թորներդ, այս երկուսը անինքնասեր են։ Իրանց վրա որ թքում են, իրանք ասում են անձրև է գալիս, էլի թքեք։ Ինչ ա եղել։ Մամային ասացի, որ իրար հետ ենք։ Հա լավ ես արել, բա ինչ ես տենց վախեցած։ Դե պարզ չի Լեո։ Չէ, Լեա, պարզ չի։ Մեռը ասելով մոռացի բոլորին։ Չենք եկել ստեղ, որ ուրիշների կյանքով ապրենք։ Էտեր չգայինք էլի։ Լեո, դու ահավոր թեթև ես նայում իրավիճակին ու ես դրանից ավելի եմ լարվում։ Շատ բան ես անում։ Ավելի եմ լարվում։
Իսկ ես թեթև եմ նայում, որ գոնե կյանքում մի անգամ մենք մեր կյանքով ապրենք, ուրիշների կյանքով չապրենք։ Երևի ունենք այդ դրա իրավունքը։ Ինչքան էլ ունենանք, մեկը չի ստացվելու։ Չգիտես։ Մենք առանց իրար շատ ենք տանջվել, Լեա։ Ու ես չեմ ուզում նորից այդ ամեն ինչի միջով անցնեմ։ Դու առանց ինձ չես կարող ապրես, ես առանց քեզ։ Ու եթե մարդիկ այդ իրականության վրա թքած ունեն, նույնձև էլ մենք պետքա թքած ունենանք։ Այն ամենի վրա, ինչը մեզ խանգարում է։ Լավ, այսքանից հետո ինչը կարա մեզ խանգարի, ինչը կարա մեզ բաժանիկ ասես։ Ոչ մի բան։ Դե ուրեմն փակի այս թեման ու էլ չանդրադառնաս։ Ու մեկ էլ չվախենաս։ Շնորհավորում եմ։ Կյանքիդ գերագույն նպատակը աղջկա դժբախտացնելն էր։ Ստացվեց։ Հիմա գնա ու այդ մտքով ապրի։ Լեա կանգնի։ Սպասի, Լեա։ Որը տարածնել քեզ չխանգարեց, Լեա։ Ուրեմն այս կյանքում քեզ էլ ոչինչ չի խանգարի։ Ասում ես աղբերդ տանն է, չէ՞։ Ով։ Երկու աղբեր ունես։ Անան։ Այնա մեկը տանն է, այն մյուսն ուրը։ Տանը չի։ Բա ասում էր տանը քնած է։ Տանը քնած էր, դուրս եկավ։ Թորը դուրա։ Չգիտեմ, ինչի, իսկ ինչ է եղել։ Մեծ մարդիկ ենք, չենք դնելու հիմա տուն-տունիկ խաղանք։ Չգիտես ինչ ա եղել։ Ինչ-որ բան է պետք։ Հա, պետք է։ Այդ ձեր երեխուն բացատրեք, որ լկտիությամբ այս կյանքում ոչ մի լավ բանի չի հասնելու։ Ու լկտիությունից դու ես խոսում։ Ինչու՞ չի երևում, որ ես եմ խոսում։ Չէ, երևում է։ Ուղղակի ականջների շեմ հավատում։ Իսկ հավատում ես նրան, որ կարող է աղբորդ գլուխը մի օր շատ սիրուն փաթեթավորած ուղարկեմ ձեզ։ Մի րոպե։ Նախ բառերը չափավորի, իմ տանն ես։ Հետո քեզ պարզ ասեցինք տեղյակ չենք։ Ինչ ես ուզում։ Մանան գնա վերև։ Առանց դեսուդեն ընկնելու ասում եմ։ Շատ արագ գտնում եք Լեոին։ Նայեք, ես չզբաղվեմ այդ գործով։ Հələ որ հանգիստ ասում եմ։ Լեայի հետ է։ Իսկ կարող է, եթե այդքան բան գիտես, հենց Լեայիդ գտնելուց սկսես։ Իսկ կարող է դու քեզ վերագտնելուց սկսես։ Այդ գործն էլ ինձ չմնա։ Ունեմ։ Սխալ տեղում սխալ բաներ ես խոսում։ Տո դու ով ես այդ տեղը, որ ինձ ճիշտ ու սխալ անես։ Շատ արագ գտնում ես աղբորդ։ Կապի դուրս չի գալիս, ասեցինք։ Ինչ չի հետաքրքրում։ Հենց հիմա շատ արագ պարզում եք ուրա տարել Լեային։ Չկրկնեմ։ Ֆու, արա, ասա մանաջան վաղտես կթե բլոկելու։ Հասել ես։
Ճամփին եմ գնում եմ։ Գրիշո արագացրու։ Հա դե ոնց կարում քշում եմ էլի մամ ջան, հեսա կհասնեմ։ Հիշում ես, չէ՞ ինձ խոստացել ես, որ կռիվ չեք անելու։ Ու խնդրում եմ, հորդ չթողնես, որ որևէ մեկին մատով կպնի այդտեղ։ Մամ, թողտեղ հասնեմ, էլի սաղ գիտեմ, հա։ Լավ կզանգես, սպասում եմ։ Լավ։ Ես չգիտեմ երեխեքը որտեղ են, ինչ են անում, բայց մի բան հաստատ է, ոչ մեկը մյուսին ստիպողաբար չի տարել։ Չեմ ուզում կրկնեմ։ Ինձ չի հետաքրքրում գտի թորանդ։ Դե ինչ եկել ես անդադ ասում ես ինչ չի հետաքրքրում, ինչ չի հետաքրքրում։ Մեզ էլ չի հետաքրքրում, թե քո աղջիկը ինչի է Լեոյի հետ գնացել։ Գնա ոնց ուզում ես գտի։ Դավիթ, բոլորիդ կվերացնեմ։ Քեզ էլ քո երազաստաղուտեղը մի դիր։ Լուրջ։ Մի րոպե Հունան, նորից մոռացար ոնց որ թե քեզ մացուտի պահես մեր տանը։ Արի դուրս գանք, դուրս կխոսենք։ Այդ աղա քեզ թվում է ես քո տարիքին եմ։ Իսկ քո կարծիքով ես եմ քո տարիքին, որ ինչ ուզում ես խոսում ես։ Արագ շրջվիր ու հեռացիր այստեղից։ Ձեզ 2 րոպե ժամանակ եմ տալիս։ Կամ գտնում եք Լեոյին, կամ ես եմ զբաղվում դրանով։ Տեսեք հետո ձեզ ամբողջ կյանքում չմեղադրեք, որ դուք հնարավորություն ունեիք փրկելու Լեոյին, ու այդ չարեցիք։ Նայ քեզ ինչ եմ ասում։ Էլի եմ ասել, բայց մի հատ կկրկնեմ։ Եթե հանկարծ իմ աղբոր գլխից մաս պակասեց, կվերացնեմ։ Այդ չմոռանաս երբեք։ Ահա, շատ ճիշտ ժամանակին եկար։ Հորդ վերցրու ու գնացեք այստեղից։ Քելլի բապ։ Ջահել տղայա։ Ինչքան փորձում եմ հանգիստ մնամ, թողեմ հանգիստ ապրի։ Ինքը այդքան իր հետևից հանգնում։ Չի հասկանում ու չի գիտակցում։ Շատ արագ գտեք դրան։ Ժամանակը գնաց։ Դե լավ պապ, արի գնանք տենանք ինչ ենք անում։ Չէ, այստեղ ենք սպասում։ Պապ ջան, լուրջ թե կանելով բան դուրս չի գալու։ Արի գնանք գոնե ջոգենք, ինչ ենք էլի անում։ Ես արդեն հասկացել եմ։ Ու դրանց շատ հանգիստ ժամանակ եմ տվել, չգտան մտնում եմ ներս հերներն անիծեմ։ Չնայած ժամանակին դրանց հերը արդեն նենց եմ անիծել, որ հիմա էլ ուր։ Կամաց մի քիչ պապ։ Ես գիտեմ։ Մի օր ամեն ինչ մի կողմ եմ դնելու, մտնեմ ներս ու ամեն ինչ պատմեմ։ Ասեմ թե ոնց եմ դրանց Ռաֆի գլուխը մեջտեղից բացել, ոնց եմ սատկացրել։ Դենամ այդ ուժեղ տղերքից ով կմնա։ Պապ մի քիչ կամաց։ Արի գնանք տենանք ինչ ենք անում, ստե կանելով ոչի բանի է չենք հասնելու։ Մանավանդ սրանցից ենք ուզում իմանանք։ Իրանք ուզում իմանան ուր են արի։